Հայաստանը մի տարածաշրջանում է ապրում, որտեղ պետք է կամ գործոն լինես ու սեղանի շուրջ նստես, կամ մենյուում կհայտնվես։ Ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքով տարածաշրջանում գործոն լինելու համար Հայաստանը պետք է ունենա մարտունակ բանակ, ռազմաքաղաքական դաշնակիցներ։ Եվ յուրաքանչյուր անկայուն իրավիճակ այս տարածաշրջանում մեզ համար մեծ ռիսկեր է ստեղծելու։ Շատ մեծ ռիսկեր է ստեղծելու եւ գայթակղություն Ադրբեջանի համար շատ մեծ է լինելու, այս միակ Սյունիքը վերցնենք եւ վտանգը կա եւ Սյունիքի հետ կապված եւ Սևանի մի կտորի հետ կապված։ Մենք սա ենք ուզում։ Ռոբերտ Քոչարյանը, որ 2021 թվականի ընտրություններից առաջ համոզված էր, որ 3-ից 5 տարի է պետք բանակը վերականգնելու համար, 4 տարի անց չի տեսնում որևէ ապացույց, որ գործող իշխանությունը գոնե մոտեցած լինի այդ խնդրի իրականացմանը։ Հնդկաստանից հրետանի ձեռք բերողներին նա հարց ունի. ինչպես են զինամթերքով ապահովելու այդ հրետանին, ինչպես կարելի է մի բան մի տեղից առնել, մի բան մի ուրիշ տեղից։ Այս պատերազմի ժամանակ մենք պարտվեցինք բայրակտարների։ Ուկրաինայում նույն ՊՎՕ-ի հնարավորություններով ռուսական 2 շաբաթում բոլոր բայրակտարները խփեցին։ Վերացան։ Բայրակտարի մասին մենակ լսել ենք պատերազմի առաջի 2-3 շաբաթվա ընթացքում։ Որտեվ մեծեր ռադարները բռնում էին, այդ փոքրերը չեն բռնում ռադարները, բայց դա մեծեր ռադարները բռնում էին դանդաղաշար 150-160 կմ/ժ, ցենց միշեներ ՊՎՕ-ի համար։ Այդ ոնց եղավ, խի այդպես եղավ։ Մենք պետք է առաջի 2 շաբաթում բայրակտարները հարցը լուծեինք եւ ավարտեինք։ Պատերազմական պարտությունների պատճառը Ռոբերտ Քոչարյանի խոսքով բանակը Կլուբնիչնի ռեֆորմների process-ի մեջ մտցնելն է եղել։ Ոնց եղավ։ Այ պատճառներից մեկը նա է, որ ասում է, որտեղ բանակը Կլուբնիչնի ռեֆորմների process-ի մեջ էր։ Ուրեմն այդ ՊՎՕ-ն չաշխատեց, խի չաշխատեց։ Խի ամբողջ օդը չփակեցին, որտեղ ՊՎՕ-ի պատվերը, որ պետքա բերեին, այդ պատվերը փոխել են, առել են սուեր, որոնք ընդհանրապես չեն օգտագործել, բայց լավ սելֆիներ են արել այդ սուերի ֆոնի վրա։ Քոչարյանը պատմում է, որ 44-օրյա պատերազմի 3-րդ օրն արդեն Արցախում է եղել, դիմել է եւ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կազմակերպելու կոչով։ Իմ հիմնական մեսեջը հետեւյալն է. անել ամեն ինչ պատերազմը կաղնեցնելու համար։ Պատերազմի ամեն օրը բերելու ավելի մեծ խնդիրների, որովհետեւ պատրաստ չենք։ Այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չեք ունենալ։ Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց, եթե ես հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի։ Ունեցանք այնինչ ունեցանք, արձանագրում է Ռոբերտ Քոչարյանը, այն համոզմունքով, որ հայկական պետականության պատառիկները փրկել դեռ հնարավոր է, նախ բանակ է պետք վերականգնել։ Հիմա այդ դրոնների Իշխանափոխության համար ներքաղաքական համախմբում հնարավոր է, Քոչարյանի խոսքով կոնկրետ նպատակի շուրջ այո։ նայած մենք ինչ ենք հասկանում համախմբելու տակ, ինչ ենք հասկանում։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա սաղին հավաքել, ասենց ասել, սաղը միասին է, տենց չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբել։ Զարուհի Սահակյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։